մարտ էակին ես սկսեցի չհավատալ, հետևաբար ես սկսեցի չհավատալ այն ամեն ինչին, ինչ ես արել եմ զարդագործության մեջ։ Մարդուն այսօր պետք է հպում, touch, հա, մարդուն այսօր գրկելա պետք, որտեվ ինքը մի հատ պետք է սթափվի եւ այդ իսկ պատճառով իմ ստեղծած արվեստը հենց այն արվեստը, որ դու կարող ես գալ, շփվել, ձեռք տալ, բարձրանալ վրան, նստել վրան եւ դառնալ մասնակիցը եւ մասը։ Ժամանակակից արվեստը դարձել է կոնցեպտուալ, այսինքն այսօր արվեստի մեջ կարևորը ասելիքը եւ հնարավորինս պատկերման մեջ այդ ասելիքի պատճառաբանումը։ Կարելի է հնարավորինս քիչ խոսքով, բայց հնարավորինս շատ ասել։ Ինչքան մեծ արժեք ունեն, օրինակ, ճապոնական պոեզիա հոկուները։ Ու եթե դու չես հասկանում եւ չես ընկալում եւ չունես այդ պատասխանատվության զգացողությունը, ապա այդ շնորհը քեզնից հետ է վերցվում։ Ես շատ դեպքեր եմ տեսել իմ կյանքի ընթացքում, երբ որ շատ շնորհալի, շատ տաղանդավոր ինչ-որ մեկը մեկ էլ դառնում է անտաղանդ եւ անշնորհք եւ անիմաստ, որովհետեւ ինքը իրան տվեց ուրիշ հետաքրքրությունների եւ չհետեւեց ինքնամենը ստեղծել է քաղաքը կոնկրետ մտածված մի կոնցեպտի մեջ, այդ գաղափարախոսության մեջ, ինքը կոնկրետ գաղափարախոսություն է դրել եւ մենք երևանցիներս այդքան էլ չենք հասկանում, ինչ կարևոր քաղաքում ենք ապրում։ Ես դա հասկացա ուրիշի աչքերով նայելով, ոչ մի քաղաք նման չի Երևանում։ Երբ որ Երևանում դու ֆոտո ես ելնում, մի անգամից հասկանալի է, որ դու Երևանում ես ցանկացած կետում ֆոտո եղած։ Օրինակ Թիֆլիսում, եթե միջին շենքի մոտ ֆոտո ես լինում, կմտածես, հա, կարող է Վենայում ես կամ կարող է Փարիզի ինչ-որ մի կետում ես։ Որովհետեւ արդից կոչ եմ անում բոլոր հայ կոչվողներին, անկախ նրանից հավատացել եք թե ոչ։ Այսօր լինել եկեղեցու կողքին եւ լինել ոչ թե ուղղակի համաձայն կամ կողմ լինելով, այլ լինել ֆիզիկապես, ամեն կիրակի գնալ պատարագի եւ լինել եկեղեցու կողքին։ Բարենորոգումները առհասարակ բարի են լինում։ Բառը ինքնին ասում է, բարենորոգումը, բարենորոգումը բարի է լինում եւ ոչ թե չար։ Այդ իսկ պատճառով թող չխոսեն այն ինչ որ չեն անում։ Ողջույն, 24 Նյուսի եթերում անուշադրության կենտրոնն է, ես Անին եմ Տեր-Գուլանյան, այսօր իմ հյուրը նկարիչ քանդակագործ Արման Նուրն է։ Ողջույն Արման։ Ողջույն։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Արման ջան, այնքան հետաքրքիր է, թե ինչու Նուր։ Գիտեմ, որ երևի շատ պատասխան հնչած կլինի։ Հա, խորը հոգոց քաշեցի, այնքան շատ եմ պատասխանել այս հարցին, մանկապարտեզում մրգերի հանդեսի ժամանակ Նուրի դերն եմ խաղացել։ Այդպես մնացել է Նուր որպես մականուն, հետո 2016 թվականից դա դարձավ օֆիցիալ իմ պասպորտային ազգանունը։ Հիմա դա պասպորտիս ազգանունն է Արման Նուր։ Նույնիսկ անձնագրում եւ բոլոր իմ փաստաթղթերում Արման Նուր է հիմա։ Ես չէի լսել մեկնաբանությունը։ Նուր ջան, հետաքրքիր է, հրապարակի շատրվանները մեր աղբյուրը, դու ես հեղինակը, եւ հետաքրքիր բան է, որ քարի հատվածը ճարտարապետ Կնդեղցյանն է, իսկ վերևի բրոնզե հատվածը ես եմ։ Նուրի տեսքով է հենց, չէ՞։ Չէ, իրանք չէ, Նուր չի։ Ինքը 7 աղբյուրը դա մեր էպոսի Մարութա լեռան վրա գտնվող 7 կենարար աղբյուրներն են, որից մեր հերոսները, մեր թագավորները, մեր կից աստվածները եւ աստվածները խմում էին ամեն աղբյուրից մեկ կում, որպեսզի դառնան անհաղթելի, որպեսզի դառնան զորեղ եւ այլն։ Եվ 7 աղբյուրը բուժում էր ցանկացած հիվանդություն, ցանկացած տխրություն, ցանկացած եւ այլն։ Եվ այդ գաղափարով Ստեփան Կնդեղցյանը ստեղծել է այդ քարի հատվածը արձանի։ Իհարկե հետո խորհրդային շրջանում ինչ որ չգիտեմ որ պահից սկսված այդ շախմատի տուռաներ էին դրված, որոնք էպոսի հետ ոչ մի կապ չունեին եւ իմաստային ոչ մի կապ չունեին։ 90-ական թվականներին այդ տուռաները գողացվեցին, հետո դրվեցին ինչ-որ հասարակ սենց պարսկական վատ ալյումինի ինչ-որ դետալներ, որոնք կապ չունեին առհասարակ աղբյուրի հետ։ Ես հիմա չեմ հիշում, գիտես ոնց էր, մինչև այդ արտաքինը։ Ես հիշում եմ, որովհետև ես մեծ եմ քեզանից շատ ավելի։ Եվ հետո Երևան ժուրնալի նախաձեռնությամբ, Երևան ամսագրի նախաձեռնությամբ որոշվեց, որ պետք է վերանորոգվի,
ծնվի ես, կոթողը հուշարձանը եւ դիմեցին ինձ եւ ես հորինեցի այն ինչ որ հորինեցի, դա 12 խորանանիստ խորաններով, այսպես մասնիկներ են, հա, զանգակներ են, այսպես ասած, բայց ամեն մեկի վրա 12 խորան կա, որոնց մեջ ներառված է եւ թաքնագրված է 50 գաղտնիք, որից 5-ը ես բացահայտել եմ մարդկանց ասել եմ եւ 45-ը թողել եմ հետագա սերունդներին, որպեսզի բացահայտեն իրենք։ Հետաքրքիր է շատ։ Այսպես։ Այդ 5 բացահայտածը մենք լսել ենք այդ մասին։ Այո, շատ ինտերվյուներ են եղել, շատ խոսվել է դրա մասին։ Առաջին 5 տարին վերաբացումից հետո տվյալ աղբյուրի վերաբացումից հետո առաջին 5 տարին տարեկան մի գաղտնիք ես բացահայտեցի։ Գաղտնիքներից մեկը օրինակի մասին։ Արևային ժամացույց օրինակ, ինքը գործում է որպես արևային ժամացույց, որ 12 խորանների մեջի հատվածում նայում եք, տեսնում եք տառեր, հայկական այբուբենի տառեր։ Եվ այս ձողը, որից ջուրը գալիս է, արևը երբ որ ընկնում է այս ձողի վրա, իրենից անդրադարձող շողքը ընկնում է տառերից մեկի վրա։ Ու ժամը դու արդեն կարող ես Եվ կարող ես ժամը հասկանալ ժամը քանիսն է, եթե A տառի վրա է, ապա ժամը 12-ն է, եթե B տառի վրա է, ժամը 1-ն է եւ այլն։ Սա գաղտնիքներից մեկն է, եւ այդպես երկրորդն էլ սա արդենից հետաքրքրեց, երկրորդն էլ ասա։ Երկրորդ գաղտնիքը այս նույն կտորի, որ այդ զանգակի վերևի հատվածում է գտնվում, այնտեղ կա օրնամենտալ հայկական օրնամենտալ լուծում, զարդանախշային լուծում։ Այդ զարդանախշի մեջ, եթե ուշադիր նայեք, մոնոգրամիկ, այսինքն հյուսված ներգրված են տառեր։ Եվ երբ որ դուք ներքևի ժամը 12-ը, այսինքն A տառը գտնում եք, բարձրանում եք վերև, վերևում գտնում եք եւս մեկ A տառ։ Եվ հերթականությամբ կարդալով այդ տառերը կարդում եք անուշ լինի ձեր խմած ջուրը։ Անուշ լինի։ Անուշ լինի, այո, խմում եք ջուրը եւ կարդում եք անուշ լինի։ Սա երկրորդ գաղտնիքն է։ Երրորդը կարող եմ համարձակվել։ Այսօր ավարտում նվիրված անելու։ Արի երրորդն էլ ասա եւ ավարտենք։ Աստված երրորդություն է սիրում, երրորդն էլ իմանանք եւ։ Կենտրոնական հատվածում կա եւս մեկ շուռ տված զանգակ, 7 կողքերն են եւ մեկը կենտրոնական հատվածում, որտեղ ջուրը գնում է հավաքվում է։ Այդ զանգակի վրա կա խաչ, հավասարակողմ խաչ, որի վրա եւս զարդանախշային լուծում է։ Այս խաչի ամեն անկյունում մեկ լեզվով գրված է Երևանին, Երևանից։ Որտեղ որ գրված է հայերեն, դա նայում է հարավին, որտեղ գրված է ռուսերեն, դա նայում է հյուսիսին եւ հետեւաբար այդտեղ որպես կողմնացույց հասկանում ենք որտեղ է հարավը, որտեղ է հյուսիսը եւ հասկանում ենք ուր գնալ։ Ես չգիտեի ինչեր հիմա։ Այսքան ժամանակ ես աղբյուրից ջուր եմ խմում եւ ես չգիտեի այդքան գաղտնիքներ ինքը ունի իր մեջ, հա, եւ դու ասում ես շատ է դեռ, դու ընդամենը 5-ն ես ասել։ 5-ը բացահայտել եմ, 45-ը դեռ կա բացահայտել։ Երբ ես պատրաստ եմ բացահայտել։ Ես չեմ բացահայտի, արդեն թող Արդեն ամեն մարդ ինքը մարդ թող գտնի, հա։ Գիտես ինչ էի ուզում քեզ հարցնել, որտեղ ընդհանրապես ջուրը հիշողություն ունի եւ ջրի հետ կապված բանը ինքը մի տեսակ սակրալ երևույթ է, էլի սենց ասեմ։ Եվ հետաքրքիր է, որ դու երբևիցե եղել է, որ այսպես թաքուն հետևես թե ոնց են քաղաքացիները ջուր խմում։ Անշուշտ շատ անգամ հետևել եմ դրան, անգամ այնտեղ կամերա է տեղադրված, տեսախցիկ է տեղադրված, որին ես on-line կապ ունեի այն ժամանակ եւ կարողանում էի on-line նայել, բացատրեմ ինչի, որովհետեւ տեսեք ես ամենասկզբից ասացի, որ էպոսի 7 աղբյուրը դա կենարար աղբյուր էր, իսկ դուք ասացիք ջուրը հիշողություն ունի, անշուշտ դուք ճիշտ ուղղությամբ գնացիք։ Ջուրը հիշողություն ունի եւ երբ որ ջրին ասում ես բարի մաղթանքներ եւ լավ խոսքեր, ջուրը դառնում է կենարար, այնպես ինչպես մեր էպոսի Մարութա Լերի էպոսի 7 աղբյուրներն էր։ Հետևաբար իմ նպատակը, թեմատիկ զարգացման նպատակը, որպեսզի հենց տվյալ աղբյուրը, 7 աղբյուրը հրապարակի վրայի իր գործոնը կատարի, այսինքն լինի կենարար։ Եվ այդ իսկ պատճառով ես այնտեղ ներառեցի բարի մաղթանքներ, ասացվածքներ, բարի ասացվածքներ, որով եւ ջուրը կենարարացավ։ Պարզա որ մարդիկ դա զգում են։ Փաստորեն նույնիսկ թաքուն տեսախցիկով ես հետևել, ոչ միայն հետևել ես, նաև անհետական է։ 3 տարի հետո գողացան մի քանի հատ այդ բաների տեսախցիկներից։ Չէ, այդ դետալների մի քանիսը կոտրեցին, գողացան եւ այդ իսկ պատճառով տեսախցիկ տեղադրվեց, որպեսզի իհարկե գողացողը բռնվեց, այսինքն նորից էս պատրաստ է տեղադրել, նորից։ Այո, գողացողը բռնվեց, բայց այլևս չկային
չգտանք եւ հետեւաբար նորից պատրաստեցի, նորից դրեցի տեղը, բայց վերադարձրեցի։ Եվ ասեմ, որ մի քանի գաղտնիք էլ ավելացրեցի։ Այդ ավելացած նոր։ Այդ ավելացածների վրա մի քանի գաղտնիք են ավելացել։ Այդպես, բայց եւ այդ իսկ պատճառով տեսախցիկ տեղադրեցի, ես ինքս տեղադրեցի այս տեսախցիկ, որով կարողացանք հետևել, որպեսզի այլևս նման բան տեղի չունենա։ Մարդկանց ծարավահագեցնել, դա իսկապես մարդկանց ջուր հասնել, հա, այդ ոնց որ խողովակը լինես, որ այդ ջուրը հասնի մարդկանց եւ այո, այդ կենարար կյանք տվող ջուրն է եւ շատ խորհրդանշական է ինձ հրապարակում այդ գործին մասնակից լինել։ Դու երկու մրցանակ ես ստացել երկու քանդակների համար քո ոսկե մրցանակ Ֆլորենցիայում։ Ճանճը եւ էվոլյուցիա, այդպես է կոչվում, չէ՞։ Այո, ինքը մի աշխատանք է համարվում ճանճը եւ էվոլյուցիան, դա մի ընդհանուր սերիա է համարվում, իրար հետ կապ ունեցող, իրար շարունակող արձանախումբեր են, իրանք ոնց որ մի պրոյեկտ է։ Եվ երկու մրցանակ, դա առաջին մրցանակն է եւ Ֆլորենցո Մեդիչի մեծ ոսկե մեդալն է։ Այսպես, բայց դրանից հետո ճանճը իդեպ դա յետխորթային պետությունների պատմության մեջ առաջին անգամ էր, երբ որ Ֆլորենսի առաջին մրցանակը եկավ այս կողմ, թեքվեց ճանապարհը դեպի յետխորթային պետությունների կողմ, դա առաջին անգամ էր։ Նու բարձր Հայաստանի պատմության 17։ Եվ բացի դրանից վերջին 40 տարվա մեջ առաջին անգամն էր աշխարհում, երբ որ ինչ որ մեկը ստացավ Լորենցո Մեդիչի մեծ ոսկե մեդալ։ Այսպես հետո դրանից հետո ճանճը շրջագայեց 9 երկրով 19 թվականին ինքը շրջագայեց 9 երկրով 18-ին ինքը ցուցադրվեց Քաֆեշյան թանգարանում 19-ին շրջագայեց 9 երկիր 20-ին պետքա շրջագայր եւս 17 երկիր բայց կ-ը եւ պատերազմը խափանեցին այդ ծրագիրը հիմա որոշեցի կ-ից եւ պատերազմից հետո հասկացա որ մարդկանց մտածելակերպը եւ մարդկանց ընկալումը փոխվել է եւ մարդը դառել է մարդուն ավելի ուժեղ, ավելի ազդեցիկ բաներ են պետք, որպեսզի հասնել հոգու այն թելերին, որին ուզում էի հասնել եւ այդ իսկ պատճառով ճանճը եւ էվոլյուցիան եւ այդ պրոյեկտը հիմա կանգնեց, ցուցադրում է իր աշխարհում կանգնեց հիմա ինքը վերափոխվում է, վերապատրաստվում է նոր этаպով մտնել աշխարհ եւս, բայց արդեն ձևափոխված։ Հիմա այս պահին ինքը Կաֆեշյանում է տեղավորվում։ Չէ, հիմա այս պահին ինքը իմ պահեստում է, այո, պահեստամ ասում է։ Պահեստավորված է։ Արման, ինչու ճանճ նախ։ Դու ես զգացել եմ ինչ որ ճանճերի հանդեպ յուրահատուկ վերաբերմունք։ Ինչու ճանճ։ Խոսքը ճանճի մասին չի, առհասարակ այս աշխատանքի մասին, խոսքը ատելության մասին է։ Որտեվ ճանճին մենք բոլորս ատում ենք եւ ինքը ամենաատելի կենդանին է այս աշխարհի, այդ իսկ պատճառով ճանճ որպես օրինակ, որպես կերպար, որպես ուղղակի օրինակ, խոսքը ճանճերին փրկելու կամ ճանճերին ինչ որ սիրելու մասին չի, առհասարակ ճանճի մասին չի խոսքը։ Ճանճի միջոցով ես փորձել եմ խոսել ատելության եւ սիրո մասին, սա է նպատակը եղել։ Հիմա կարող եմ խոսել, չգիտեմ, խավարասերի միջոցով կամ կարող էի խոսել ինչի մասին ասես միջոցով, հա, Պիկասոն խաղաղության մասին խոսել է աղոնիկի միջոցով։ Բայց չի նշանակում, որ ինքը աղոնիկ է կամ ինքը աղոնիկ է սիրում։ Դա ուղղակի որպես խորհրդանիշ, սա ուղղակի որպես օրինակ եւ խորհրդանիշ է ընտրվել ճանճը որպես ամենաատելի էակ։ Ամեն դեպքում համենք իսկապես ճանճը որտեղ լինում է, մտածում ենք, որ ինչ որ մի տհաճ մի բան է կատարվում, էլի։ Եվ մարդիկ, որոնք նայում են այդ պրոյեկտը, որից հետո ասում են ցուցահանդես եւ պրոյեկտը, որից հետո ասում են, օքեյ, այսանից հետո չեմ կարա ճանճ սպանեմ, ասում եմ, բայց ախր խոսքը ճանճի մասին չէր։ Այդ առհասարակ ճանճի մասին չէր խոսքը, ստեղ ատելության մասին էր խոսքը։ Ստեղ խոսքը վերաբերվում է բոլոր նրանց ու այն էակների ու այն երևույթներին, որին դու ատում ես։ Դրան է վերաբերվում, ոչ թե կոնկրետ միայն ճանճին։ Նոր դու մի զրույցի ժամանակ ասացիր, որ հրաժարվել ես զարդարվեստից ընդհանրապես, հա, զարդ պատրաստելուց։ Ի՞նչն է պատճառը։ Դու հրաշալի զարդեր էի պատրաստում եւ ես գիտեմ, որ բավական ճանաչված մարդիկ կրում էին այդ զարդերը։ Հա, բայց եթե հիշում եք, ոնց էի ես պատրաստում։ Ես պետք է անպայման շփվեի մարդու հետ, ունենայի անձնական շփման կոնտակտ, հա, որից հետո այն էմոցիան եւ այն այսպես զգայական
փունջը, որ մնում էր այդ մարդու շփման հետո, դա էր դառնում իր զարդը։ Այսինքն դա ոճավորվում եւ դառնում էր զարդ։ 2019 թվականին ես սկսեցի չհավատալ մարդուն։ Մարդ էակին ես սկսեցի չհավատալ։ Հետևաբար ես սկսեցի չհավատալ այն ամեն ինչին, ինչ ես արել եմ զարդագործության մեջ։ Ինձ համար դրանք ուղղակի գեղեցիկ ու փայլուն զարդեր չէին, ինձ համար դա փիլիսոփայություն էր, ինձ համար դա մտածելակերպ էր, դա կյանքի ձև էր եւ վերաբերմունք եւ վերագնահատում տեղի ունեցավ ինձ մեջ եւ ես հասկացա, որ ես ստեղծագործում եմ այն էմոցիաների վրա, որոնք սուտ են։ Այսինքն երբեք մարդը չի դառնում իրական իմ դեմ, ինքը անդադ ուզում ավելի լավը լինի, քան ինքը իրականում կա։ Իսկ ինձ իր արտաքինը չի հետաքրքիր, ինձ իր ներքինն է հետաքրքիր, իսկ ներքինը չի բացահայտվում ինձ։ Այդ պահին, երբ որ ես դա հասկացա, սկսեցի չհավատալ մարդուն եւ որոշեցի, որ այսուհետ ես հավատում եմ մարդկությանը եւ ոչ թե մարդուն։ Հնարավոր է այդպես առանց մարդու հավատալու հավատալ մարդկությանը։ Այո, որովհետեւ տեսեք, գլոբալ մտածելակերպը շատ տարբերվում է անձնական մտածելակերպից։ Գլոբալ մտածելակերպի մեջ կարող լինի շատ ավելի պրիմիտիվ, բայց ավելի ճշմարտություն, քան անձնականի մեջ, որը շատ բարդ է, բայց դրա հետ մեկտեղ սուտ է։ Այդ իսկ պատճառով ես որոշեցի իմ արվեստը այսուհետ ստեղծել մարդկության համար եւ ոչ թե մարդու համար առանձին։ Եվ այն ինչ որ հիմա ես անում եմ այս տարիների ընթացքում, դա մեծ մոնումենտալ շատ ազդեցիկ, շատ խորիմաստ աշխատանքներ են եւ հուսամ իրանք պատմության մեջ իրանց տեղը կգտնեն։ Հետաքրքիր բան ասացիր, որ այո, մարդու համար առանձին, որտեղ ես գիտեմ, որ քո զարդերը նաև թալիսմանատիպ նշանակություն ունեին, այսպես։ Մարդիկ էին այդպես ընկալում, դա։ Քանի որ շատ իրենցներ եւ շատ հոգեհազարազատ էր իրենց եւ մեկ օրինակից էր եւ երբեք ընկալում էին որպես թալիսման։ Ուրիշ ոչ մեկ չուներ դրանից, իրանք ընկալում էին դա որպես թալիսման, այո, դա կարա լինի եւ թալիսման, այն ինչին հավատում ես, դա սկսում է աշխատել, դա միշտ այդպես է, այն ինչ որ դու էներգիա ես տալի, ինքը անդրադարձա տալիս, բայց ուղղակի ես սկսեցի չհավատալ մարդկանց, այս փոխվեց ինձ մեջ։ Ես քո հատկապես զարդարվեստային քանդակագործությանը նաև մի խոսք ունեմ, անդրադարձ ունեմ քո ստեղծագործությանը եւ ստեղծագործություններին եւ Անդին ամսագրում հրապարակվել է ժամանակին։ Ես կցանկանամ մի հատ փոխանցես, ես այո, ես նոր եմ տեսնում, այս իդեպ առաջին անգամ եմ տեսնում, քանզի այն ժամանակ չէր հասել ինձ այս ամսագիրը եւ ես չունեի այս ամսագիրը։ Ես եմ մեղավոր, որ այս համարը քեզ չի հասել 12 տարի առաջ, այո, Անդին ամսագրում տպագրվեց մի փոքր անդրադարձ եւ քո գործերը այսպես ներկայացվեց այստեղ։ Եվ հետաքրքիր է անդրադարձը, որ ես հիմա նայում եմ, հետաքրքիր կերպ եմ ներկայացրել, որ ավելի հիմա զգում եմ, որ այդ պահին ավելին եմ զգացել։ Ուրեմն գուցե թե վաղուց ժամանակն է, որ հայկական կորուսյալ թաքնագիտական գիտելիքները, որոնք ժամանակի միայն քրմերին էին հասու, իրենց արտահայտությունը գտնեն ժամանակակից հայ արվեստագետի ստեղծագործություններում, արտնասնելով ազգային հոգևոր միստիկ ինքնաճանաչողությունը։ Նկարիչ, դիզայներ, քանդակագործ Նուրի ստեղծագործությունները զարմանալի միստիկ շղաշով են պարուրված, հնագույն ձեռագրերից վերծանվածի հիշողությամբ, գույնով եւ բույրով։ Երևի հենց այդ պատճառով է, որ արվեստագետի հատկապես ոսկերչական կամ կարելի ասել զարդ արվեստային աշխատանքները ընկալվում են որպես թալիսմաններ։ Այն ինչ ասեցի քիչ առաջ։ Ես կուզենայի խոսեինք նաև քո մի քանդակի մասին, որ կոչվում է Հայաստանի սիրտ, հա, որ ինչպես է այդ մտահղացումը առաջացել եւ հիմա որտեղ է այդ քանդակը։ Քանդակը միշտ գտնվելու է Եգիպտոսում, Շարմ el-Շեյխում, քանի որ ինքը ստեղծված է տվյալ տարածքի համար։ Ինձ շատ դեպքերում, այո, վերջերս, իդեպ քանդակը ստեղծվել է 18 թվականին, բայց չգիտես ինչի պոպուլյար է դարձել եւ շատ խոսվում է հիմա։ Հիմա։ Այսքան ուշացած է։ Հա, շատ ուշացած է, արդեն 18 թվականից պատկերացնում եք, ինքը կա, բայց խոսում են հիմա։ Նայեք, դա սիմպոզիում է, որտեղ ինչ է իրանից ներկայացնում, ուղղակի մեր հանդիսատեսին բացատրեն, որպեսզի այդ հարցը էլ չտան, քանի որ շատերը հարցնում են, բա եթե ինչի Հայաստանում չի, ինչի Հայաստան չես բերել, ինչի Հայաստանում նույնիսկ չես սարքել, եթե Հայաստանում չի, ուրեմն հայկական չի, այսպես բաներ լիքը։
Այդ հասին ձեր հետաքրքիր Հայաստանում չես սարքել։ Վերջինը շատ հիմար էր, հիմար կոմենտ էր, եթե Հայաստանում չի ուրեմն հայկական չի, դա շատ հիմար բան էր իհարկե, բայց տեսեք, նախ եւ առաջ սիմպոզիումը, ինչա սիմպոզիումը, երբ որ տարբեր երկրների քանդակագործներ հավաքվում են մի տեղում, ստանում են մի թեմա եւ սկսում են բոլորը ամեն մեկը աշխատել իր աշխատանքի վրա տվյալ թեմայի շուրջ։ Եվ այդ աշխատանքը անպայման մնում է այն երկրում, որտեղ իրանք դա պատրաստվել են, որտեղ որ կերտվել են, դա այդ երկրի սեփականությունն է։ Մեկ, երկրորդը, տվյալ սիմպոզիումի թեման ամեն ազգի ներկայացուցիչ պետք է ստեղծեր իր ազգի սիրտը։ Ամեն երկրի ներկայացուցիչ պետք է ստեղծեր իր երկրի սիրտը։ Սա էր նպատակը տվյալ սիմպոզիումի եւ թեման դա էր սիմպոզիում։ Ну, մեր երկրի սիրտը ինչ տեսք ունի։ Դա որպեսզի շատ երկար հիմա չպատմեմ, ավելի ճիշտ կլինի, որ մտնեն ուղղակի image նայեն, հա, որովհետեւ հենց առաջինը դրված է դա, քանի որ հիմա շատ է դրա մասին խոսում, ես դրել եմ հենց որ միանգամից մտնեք առաջին բանը հենց դա տեսնեք, հա, որպեսզի չմանգակ շատ երկար։ Բայց նայեք, սիրտը ստեղծվել է Շարմ էլ-Շեյխում հաշվի առնելով տվյալ տարածաշրջանի եղանակային առանձնահատկությունները եւ հենց դրա պատճառով որ ինքը այդպես աշխատում է ոնց որ աշխատում է, քանի որ ինքը մեխանիկական աշխատանք ունի։ Եվ միայն այդ տվյալ տարածաշրջանում ինքը կարա այդտենց աշխատի։ Եվ երկրորդը աշխարհի բոլոր սրտերը հիմա գտնվում են Շարմ էլ-Շեյխում։ Այդ ամբողջ սիմպոզիումի հետևանքը ցուցադրվում է հիմա Շարմ էլ-Շեյխում, այսինքն Եգիպտոսում։ Հիմա ասում են ինչի չես բերե Հայաստան։ Եթե բերեի, ապա աշխարհի սրտերը կլինեին, Հայաստանի սիրտը չէր լինի այնտեղ։ Եվ ինչի Հայաստանում չեն պատրաստում, որովհետև Հայաստանի բնակլիմայական պայմանները ուրիշ են։ Այսքանը ամենաառաջիկայում։ Քանի երկիր էր մասնակցում, ուսում հասկանում, քանի երկրի սիրտերը։ Երկիր էր մասնակցում, 176 աշխարհի բոլոր երկրների, բոլոր գոյություն ունեցող երկրների նկարիչները մասնակցում են եւ աշխարհի բոլոր երկրների սրտերը այնտեղ տեղադրված են։ Եվ միայն Հայաստանի սիրտն է, որ աշխատում է, շարժվում է եւ երգում է։ Հետաքրքիր է դա։ Այսինքն շարժման մեջ գտնվող քանդակային։ Հետաքրքիր է, որ քո ընթերցողը արձանն էլ որ տեղադրված է հիմա Խնկո Ապոր գրադարանի առջև, ինքը սենց միշտ մասնակցություն է պահանջում։ Դու դա մտածված ես անում, ենթադրաբար դա քո ձեռագիրն է նաև, որպեսզի այսինքն տեսնողը, հանդիսատեսը մասնակից է դառնում ինքնին քո քանդակին։ Անշուշտ դա կարևոր է։ Կամ մտքով կամ գործողությամբ, էլի։ Նայեք, ժամանակներն անցել են, երբ որ արվեստը պետք է հեռվից ուղղակի նայել։ Այսօր մարդիկ շատ ավելի զգայական, ավելի այսպես կարծրացած են, քանի որ շատ ավելի ծանր է կյանքը, շատ ավելի արագ է կյանքը, շատ ավելի շատ է ինֆորմացիան եւ մարդը կարծրանում է իր զգացմունքները կարծրանում են եւ մարդուն այսօր պետքա հպում, touch, հա, մարդուն այսօր գրկել է պետք, որովհետեւ ինքը մի հատ պետքա սթափվի եւ այդ իսկ պատճառով իմ ստեղծած արվեստը հենց այն արվեստը, որ դու կարող ես գալ, շփվել, ձեռք տալ, բարձրանալ վրան, նստել վրան եւ դառնալ մասնակիցը եւ մասը այդ արվեստի, քանի որ միայն այդ պարագայում դու մեկ էլ հիշում ես, որ դու մարդ ես։ Առնչվում ես այդ ամեն ինչին, առնչվում ես արվեստին հենց տեղում, այսպես։ Այո, եւ հիշում ես, որ դու մարդ ես, դա էլ կարևոր է շատ։ Հետաքրքիր է, որ ասեցիր գրկել, երևի մեր ժամանակներում, այս ժամանակներում, երբ որ թվում է թե սոցցանցերը հաղթահարել են ժամանակը, տարածությունը եւ այլն, բայց այդ մենակության զգացողությունը ավելի սենց պարփակվել է մարդու մեջ եւ իսկապես ամեն մեկը սենց գրկելու եւ այսպես ինք իրեն վերհիշելու, ինք իրեն սիրված զգալու կարիք ունի, կարծես։ Մարմնի ջերմությունը չենք զգում էլ, քանի որ շփվում ենք on-line, շփվում ենք հեռահար, ամեն ինչը շատ արագ անգամ գնումները չենք կատարում այլևս իրական այսու հետ մեծամասնությունը ուղղակի on-line պատվիրում են։ Բերողը չի տեսնում ստացողին, այսինքն մարդիկ մեկուսանում են եւ այդ մարմնի ջերմությունը, որը ձերքը սեղմելուց ես զգում, որը գրկախառնվելուց ես զգում, համբուրելուց ես զգում, հա, դա սկսել է կորել եւ պակասություն բերել մարդկանց։ Այդ իսկ պատճառով օրինակ հիմա իմ ցուցահանդեսները երբ որ լինում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Փարիզում, հա, բոլոր իմ այցելուները, որոնք գալիս են իմ ցուցահանդես,
Չգիտես ինչի, երբ որ ես այսպես ձեռքերս բացում եմ, անծանոթ մարդիկ են։ Իրանք միանգամից գալիս եւ գրկում են։ Կամ գնալուց, արդեն երբ որ ծանոթացել են, շփվել են արվեստից հետ, մեկ էլ ասում են, «Կարելի է ձեզ գրկել»։ Կամ ես եմ ասում, «Արի գրկեմ»։ Եվ գիտեք, դա շատ կարևոր է, քանի որ այդ ջերմության պակասությունը մարդիկ զգում են եւ դա պետքա տալ մարդկանց հնարավորինս շատ։ Այս հերահար աշխարհում արդեն այլևս հերահար աշխարհ է դարձել սա։ Նուր, գիտես ինչ կուզենայի հարցնել, թե ըստ քեզ ժամանակակից արվեստը ընդհանրապես այսօր ուր է դեպի գնում։ Օրինակ, ինձ թվում է, թե մի տեսակ ավելի պարզունակացվել է, ավելի պարզ է դարձել, հա, պարզունակ է դարձել, գուցե ես գուցե սխալվում եմ, ինձ կարող եմ։ Սխալվում ես։ Ավելի այսպես pop art-ի է վերածվել, ինչպես ժամանակին Էնդի Օրխելը հիմնեց եւ այդպես կարծես գնում է այդ տեմպով։ Չէ, ժամանակակից արվեստը դարձել է կոնցեպտուալ, այսինքն այսօր արվեստի մեջ կարևոր է ասելիքը։ Եվ հնարավորինս պատկերման մեջ այդ ասելիքի պատճառաբանումը։ Կարելի է հնարավորինս քիչ խոսքով, բայց հնարավորինս շատ ասել։ Ինչքան մեծ արժեք ունեն, օրինակ, ճապոնական պոեզիա հոկուները։ Ինչքան մեծ արժեք ունի ասացվածքները կամ աֆորիզմները, չէ, որ կարճ բառակապակցության մեջ այնքան խորը խտացված իմաստ։ Այդ ձևը այսօր աշխատում է արվեստը։ Այսօր արվեստը դու կարող ես տեքստ գրել մեծ, բայց դրա հետ մեկտեղ պատկերի վրա լինի մի հատ գիծ, բայց այդ գիծը այնքան ճիշտ լինի ու այնքան պատճառաբանված լինի, որ այս տեքստի իմաստը ամբողջությամբ արտացոլի ու տեսնողը ասի դե հա էլի։ Հասկանում եք, ու ինչքան դա այդպես լինի, այնքան պերֆորմանսային ստացել էլի արվեստը ավելի շատ դա առանձին հասկացողություն է, հենց նրա համար է պերֆորմանսը հիմա դարձել շատ եւս պոպուլար եւ հնարավորինս արդիական, քանի որ մարդիկ այդ շփման կարիք ունեն, հա, էկրաններից դուրս չեն գալի, կինոն, թատրոնը, երաժշտությունը ամեն ինչը էկրանի մեջ է։ Եվ այսօր դրա համար գալով ցուցահանդես մարդուն հաճելի է տեսնել բեմադրություն նաեւ դրված արվեստագետի նկարչի կամ քանդակագործի կողմից, որովհետեւ դա անձնական, իրական, մարդկային վերջապես ինչ որ մի գործողություն է, մարդու գործողություն է, ոչ թե AI-ի ստեղծած չգիտեմ ինչ, հա, որից ֆարմալինի հոտ է գալիս։ Այսպես, ստեղ ուղղակի նայած ով դա ոնց է անում, մեկը անում է դա տաղանդավոր, մեկը անում է ոչ այդքան, մեկը անում է դա պատճառաբանված, մեկի պատճառաբանությունը այդքան էլ համոզիչ չի։ Դա արդեն ժամանակը կորոշի, թե ինչը կմնա որպես արժեք այս դարաշրջանի արվեստի մեջ, ժամանակը կորոշի, թե ինչը կդառնա արժեք, բայց հիմա մենք մեր այս ժամանակաշրջանի միջնադարի արվեստի առումով միջնադարում ենք, որտեղ այսպես անկում կա արվեստային, եւ ինքը իր բխումը վերածնունդը կունենա մեծ կատակլիզմներից հետո, որը ես կանխատեսում եմ մոտակայում, այո։ Նոր արվեստից խոսեցինք եւ ես մտածում եմ եւ գիտությունը եւ արվեստը նյութին կարծես տարբեր դիտակետից նայող նույն բանն են եւ գիտությունը եւ արվեստը։ Կարծես նյութին նայում են տարբեր դիտակետից, բայց նույն նպատակով։ Օրինակ, դեպքեր կա, երբ որ արվեստից սկզբից արվեստն է գալիս առաջ, հետո հայտնագործում է մի բան։ Այդ ուղղությամբ, չէ։ Օրինակ այո, հետո օրինակ Լեոնարդո դա Վինչին, հա, սկզբից նկարում է ինքնաթիռը, հետո ինչ որ դետալներով նկարում է, իսկ ինքնաթիռ գոյություն չունի, բայց հետո ստեղծվում է այդ ինքնաթիռը։ Եվ հետաքրքիր է այդ կապը դու ինչպես ես տեսնում, ինքը արվեստը որպես ոչ թե արվեստի համար, արվեստը հենց ինքը ինչ որ մի բան բերող արվեստի մասին է խոսքս, ինչ որ մի բան փոխող արվեստի մասին է խոսքս։ Այսօր կա այդ արվեստը։ Անշուշտ կա, մենք հենց երեք էս խոսակցությունս Այս նույն խոսակցությունը ունեի մի հատ գիտնականի հետ, իսպանացի պրոֆեսոր գիտնականի հետ, մաթեմատիկոսի հետ, որ ինքը ասում է հիմնականում գիտության մեջ դու սկզբում ուսումնասիրում ես, հետո հայտնագործում ես։ Ասում է իսկ քո արվեստը իմ համար է ասում, քո արվեստը հետազոտելուց տեսնում ենք դու հայտնագործում ես, հետո սկսում ես այդ հայտնագործածը ուսումնասիրել, ասում է։ Քո մոտ հակառակ կողմից է գալի, դա ոնց կարա տենց լինի, տենց նորմալ չի։ Ես էլ իրան պատասխանում եմ, որ արվեստը մեկ այլ տեղից է սնվում։ Եթե գիտությունը
սնվում է աստիճաններով, դու բարձանում ես, հետո հասնում ես ինչ որ մի կետի, դա գիտությունն է։ Ասում եմ, արվեստը տենց չի, արվեստը ի վերուստ է։ Արվեստը երբ որ միտքը գալիս է, դու արդեն վերևում ես։ Եվ կատարելուց հետո այդ միտքը սկսում ես կամաց իջնել, որ հասկանալ ես ինչ արեցի։ Ինչի հայտնվեցիր այդտեղ։ Հա, ինչ արեցի, ես ինչ էր, ինչի վրա է կանգնած։ Մի հատ հերվից նայեմ, տենամ ինչ եմ արել, հա, ոնց որ դու անելուց հետո ես սկսում ուսումնասիրել։ Եվ դա է գիտության եւ արվեստի համ նմանությունը, համ տարբերությունը։ Երկուսն էլ մի կետով են աշխատում, ուղղակի տարբեր ուղղությամբ։ Այսինքն գիտելիքի երկու տեսակ կա, գիտելիք, որ ինֆորմացիոն տեսակ ունի, այսինքն այն, որ դու սովորում ես եւ ասենք օրինակ շատ թերթ կարդացողները, հա, կայքերին հետևող, լրատվությանը հետևողը, ինքը ինֆորմացիայի տեր է, բայց դա վերջին հաշվով գիտելիք չէ։ Իսկ գիտելիքը, իրական գիտելիքը այն գիտելիքն է, որ դերևս որ գալիս է ճանաչողությամբ, այսինքն դու ճանաչում ես դա, այսինքն դու գիտեիր, բայց չգիտեիր, որ գիտես, կարող է սովորելու ընթացքում այդ ճանապարհը բացվի քեզ համար։ Այսինքն հիշես, որ դու գիտեիր այդ մասին։ Ու նաև երևի թե հենց շնորհնել է այդպես գալիս մարդուն, որ ասեցիր ի վերուստ է, հետաքրքիր է, որ շնորհը որ տրվում է մարդուն, տաղանդավոր մարդուն, ինքը այսպես շնորհ է, որ տրված է, թե պատասխանատվություն է, ծանր պարտականություն է նաև։ Անշուշտ պատասխանատվություն է, անսահման մեծ պատասխանատվություն է, ու եթե դու չես հասկանում եւ չես ընկալում եւ չունես այդ պատասխանատվության զգացողությունը, ապա այդ շնորհը քեզնից հետ է վերցվում։ Ես շատ դեպքեր եմ տեսել իմ կյանքի ընթացքում, երբ որ շատ շնորհալի, շատ տաղանդավոր ինչ որ մեկը, մեկ էլ դառնում է անտաղանդ եւ անշնորհք եւ անիմաստ, որովհետեւ ինքը իրան տվեց ուրիշ հետաքրքրությունների եւ չհետեւեց իրան տված շնորհը եւ միտքը չիրականացրեց։ Ես միշտ դա ասում եմ իմ աշակերտներին, որ դու գործիք ես Աստծո ձեռքին, Աստված քեզ կօգտագործի որպես գործիք, եթե դու լինես լավ գործիք։ Եթե դու լինես վատ գործիք, կդնի մի կողմ կօգտագործի ուրիշ գործիք, որը ավելի լավն է։ Եվ այդ իսկ պատճառով իմ վերաբերմունքը հենց այդպես է իմ արվեստի նկատմամբ։ Ցանկացած եկած միտք ես պարտավոր եմ իրականացնել, մինչև վերջ, քանի որ այդ միտքը ինձ տրվել է եւ այդ գաղափարը ինձ եկել է որպես պատասխանատվություն, եւ ես դա անցալում եմ որպես պատասխանատվություն։ Բայց դրա հետ մեկտեղ ես իմ աշխատանքների վրա չեմ ստորագրում։ Ես ստորագրում եմ իմ աշխատանքների ետևամասում կամ կողքը։ Եվ զարդերիս վրա էլ շատ փոքրիկ նշան էի դնում, շատ աննկատ տեղում, երբեմն ինքս էի կորցնում, որտեղ եմ դրել։ Ինչու՞, որովհետև ես համարում եմ, որ ես իրավունք չունեմ ստորագրելու որպես հեղինակ, քանի որ հեղինակը ես չեմ, միտքը ի վերուստ է, ես ուղղակի կատարողն եմ։ Հետաքրքիր է։ Իսկապես ոնց որ անոթ լինես, այսինքն շնորհը որ տրված է քեզ, որպես անոթ օգտագործվում է, էլի, որպես խողովակ օգտագործվում է։ Այո։ Նոր ինչ կարծիք ես մեր Երևան քաղաքի այսպես քաղաք եւ այսպես քանդակներ արցան միջավայրի հետ կապված։ Ըստ քեզ այնինչ ստեղծել է Թամանյանը, դրանից հետո այնինչ կատարվում է, հատկապես հենց քանդակների առումով նկատի ունեմ։ Ներդաշնակ է այդ ամեն ինչը, ինչի կարիք ունի այսօր մեր քաղաքը։ Նայեք, ամբողջ խնդրեմը նրանումն է, որ չկա կենտրոնացված եւ այսպես գաղափարային մտածված ուղղություն, որովհետեւ Թամանյանը ստեղծել է քաղաքը կոնկրետ մտածված մի կոնցեպտի մեջ, այդ գաղափարախոսության մեջ, ինքը կոնկրետ գաղափարախոսություն ա դրել եւ մենք երևանցիներս այդքան էլ չենք հասկանում, ինչ կարևոր քաղաքում ենք ապրում։ Ես դա հասկացա ուրիշի աչքերով նայելով, երբ որ իմ ընկերներից մեկը Շվեյցարիայից ընկեր եկավ, եւ ինքը շատ է եղել տվյալ ռեգիոնում եւ Հայաստանում եւ Վրաստանում եւ Անդրկովկասյան բոլոր պետություններում եւ Սովետի բոլոր պետություններում, ես ասացի, բայց ասա, որ Վրաստանը ավելի լավն է, ոնց ավելի շատ է սիրում, չասես դու գժվել ես, ասես դուք չեք հասկանում Երևանը ձեր ինչա։ Դրա համար էլ փչացնում եք, որովհետև չեք հասկանում կարևորությունը այս քաղաքի։ Թիֆլիսը ընդամենը միջին եվրոպական քաղաք է։ Նման քաղաքներ եվրոպական շատ ավելի գեղեցիկ, շատ ավելի ճոխ, կա հազարավոր, տասնյակ հազարավոր, շատ ավելի ճոխ։ Այսինքն Թիֆլիսի ավելի լավ տարբերակը դրսում կարելի է տեսնել։ Շատ ավելի։ Ասում եմ, ես երբ որ գնացի Թիֆլիս, դա միջին եվրոպական քաղաք էր, ոչ մի իր սեփական տեսքը չունեցող ոչինչ։
սեփական ոչինչ չունեցող, սա այո, այդ բարոկո, ռոկոկո այդ շենքերը եւ այլն, բայց դա ասում եմ, ես տեսել եմ այնքան, ինչքան կարելի է տեսնել։ Մնացած քաղաքները ռեգիոնի, հա, մեկը կարելի է համեմատել Դուբայի հետ, մյուսը կարելի է համեմատել բոլորը նման են ինչ-որ մի բանի կրկնօրինակ են։ Երևանը ինքնատիպ է։ Երևանը ձեր ճարտարապետությունը, որը ձեր հնագիտական ճարտարապետության ոճավորումն է այսօրվա ժամանակակից տեսքով Արել Թամանյանը, եւ ինքը գտել է նոր տեսակ, որը ճարտարապետության նոր տեսակ, որը ոչ մի տեղ այլևս չես տեսնում, ոչ մի քաղաք նման չի Երևանին։ Երբ որ Երևանում դու ֆոտո ես ելնում, մի անգամից հասկանալի է, որ դու Երևանում ես ցանկացած կետում ֆոտո եղած։ Օրինակ Թիֆլիսում, եթե միջին շենքի մոտ ֆոտո ես լինում, կմտածես, հա, կարող է Վիեննայում ես կամ կարող է Փարիզի ինչ-որ մի կետում ես կամ sense չէ, լիքը բան կարող ես ասել։ Իսկ Երևանը հնարավոր չի շփոթել ինչ-որ մի քաղաքի հետ։ Ինքը ինքնատիպ է, ինքը իր դեմքը, իր տեսակը ունեցող։ Նույնիսկ մի լուսանկարի մեջ հնարավոր չի շփոթել։ Այո։ Իսկ ինչ վերաբերվում է նրան, ինչ որ հիմա արվում է հիմիկվա ճարտարապետը, իրանք այդ պատասխանատվությունը չեն վերցնում իրանց վրա, որ այո, զարգացրեք, այո, ժամանակակից, ավելի ժամանակակից վերսիան արեք, բայց պահեք այդ Երևանյան ձեռագիրը, այդ թամանյանական ձեռագիրը պահեք, որովհետև դա շատ թանկ է։ Պետք չի փորձել նմանվել այլ պետությունների կամ այլ ինչ-որ ճարտարապետների կամ միջինացվել։ Դուք մնացեք ձերը եւ կլինեք հետաքրքիր որպես ձերը, որպես դուք, հա։ Եվ այսօր ցավոք սրտի շատ ճարտարապետներ, շատ քանդակագործներ անում են այսպես եվրոպական բաներ եւ չկա կոմիսիա, որը հետևի դրան։ Ամբողջության մեջ, ամբողջ ամբողջության մեջ ինքը ունենա իր կոնցեպտը քաղաքի զարգացման, մոտակա 50 տարվա կոնցեպտը քաղաքի զարգացման եւ այդ կոնցեպտի մեջ, ասի սա տեղավորվում է այս կոնցեպտի մեջ, ամեն մեկը գալիս է 5-6 տարով, ինչ որ նորարարություններ են անում, հետո մյուսը գալիս այլ բան է անում ու այդպես նայեք, այդ իսկ պատճառով պետք է ոչ թե կառավարական դա լինի, այլ անկախ խորհուրդ ստեղծվի, անկախ մասնագիտական խորհուրդ ստեղծվի, որը որ այո ֆինանսավորվի նաև պետության կողմից եւ բայց ինքը չլինի պետության կամ քաղաքապետարանի կամ ինչ-որ մեկի բանի տակ, հա, ազդեցության տակ, այսինքն ոչ մեկ իր վրա ներազդել չկարողանա։ Այ ոնց օրինակ Օսկարի կինոակադեմիան դա պետական չի, դա անկախ մասնագիտական միություն է, միավորում է, չէ՞։ Կամ չգիտեմ Գրեմի խորհուրդը, որը ընտրում է Գրեմին կրող արտիստներին, հա, ինքը անկախ միավորում է, մասնագետների միավորում է, որոնք այնքան ազդեցիկ մասնագետներ են իրենց անցած ուղիով ճանապարհով, որ իրանք ոչ մեկ չի քննարկում իրանց այնտեղ լինելը, խի են իրանք այնտեղ, որովհետև իրանք ունեն ապրած իրանց կյանքում կամ ստեղծած իրանց կյանքում այն բաները, որոնք տվել է իրանց հնարավորություն։ Այսօր այդպես ստեղծվել է երաժշտական ակադեմիան հայկական, Խազեր երաժշտական ակադեմիան, որի անդամը ես անդամներից մեկն եմ, որը վերջապես ստեղծվեց եւ դա թույլ է տալու, որպեսզի մեր ազգային մրցանակաբաշխության մրցանակը եւ թեման ամեն տարի չփոխվի, որ վերջապես լինի մի մրցանակ, որը գոնե մի մոտակա 50 տարին կտրվի, քանի որ ինքը ազդեցիկ է եւ արժեքավոր է, երբ որ ինքը ժամանակի մեջ երկար է։ Գիտեք, վերջի տարիների Մենք զգացել ես շատ կարճաժամկետ է մեր բոլոր, մենք երկարաժամկետ ծրագրեր, չգիտես ինչի չենք կառուցում։ Տեսեք, վերջի տարիների մրցանակները էլի ես եմ սարքել եւ նախորդը այսպես եւ այն որ ասում եմ ժողովուրդ, բայց ինչ վատներ են մեկը, թող մնար, ինչ էր խանգարում ձեզ, ինչի եք նորը ուզում, նորից։ Ինչ է փոխում անընդհատ, մի հատ թող տրադիցիա ձևավորվի, մի հատ ձևավորվի մի բան, որը արժեք ունի, որ պապիկիս հայրիկն էլ է ունեցել, ես էլ եմ ստացել, այս արժեքը լինի, պատմականությունը լինի։ Նու դրա համար ասում եմ, պետքա ոչ թե դա լինի պետական, այլ պետքա լինի անկախ մասնագիտական խորհուրդ։ Եվ այդ նույն բանը պետք է կազմել Երևան քաղաքի համար, պետք է կազմվի անկախ մասնագիտական խորհուրդ, որը կազմված լինի ճարտարապետներից, պատմաբաններից, նկարիչներից, քանդակագործներից, կրեատորներից, PR մասնագետներից, մենեջերներից, հա, այսպես հայտնի, եւ այդ խորհուրդը գծի մոտակա ժամանակներում, հա, մոտակա 50 տարվա ինչ որ քաղաքի զարգացման պլան, կոնցեպտ, ձևաչափ,
ուր է զարգանում, ինչ է ուզում լինի այս քաղաքը։ Գցի քաղաքի խորհրդանիշ, գցի քաղաքի ստեղծի քաղաքի խորհրդանիշ, ստեղծի քաղաքի բրենդինգ, ինչով զարգացնենք, ինչով PR անենք աշխարհում այս քաղաքը, ինչով ներկայանանք աշխարհին, որ ինչի են մարդիկ գալու Երևան։ Գալու են որ ինչ, որովհետև այստեղ համով ուտելիք կա եւ այստեղ մարդիկ բարի են, տենց շատ երկրներ կան։ Շատ երկրներ կան, որտեղ ուտելիքն էլ միգուցե եւ ավելի համեղ է եւ մարդիկ միգուցե ավելի եւ բարի են, բայց մենք պետք է ունենանք մեր մի հատ առանձնահատկությունը, որը մեզ տարբերի բոլորից եւ հետաքրքիր լինի հենց այստեղ գալ, հենց սա տեսնելու համար։ Նուր, ինչ խնդիր կա այսօր, ինչ հարց կա, որ դու կուզենայիր անուշադրության կենտրոնում ես հիմա, որ կուզենայիր, որ ուշադրությունը կենտրոնանար այդ հարցի վրա հանրության։ Ես շատ կարճ կպատասխանեմ այս հարցին։ Ես ուղղակի օգտվելով առիթից կոչ եմ անում բոլոր հայ կոչվողներին, անկախ նրանից հավատացել եք թե ոչ։ Այսօր լինել եկեղեցու կողքին եւ լինել ոչ թե ուղղակի համաձայն կամ կողմ լինելով, այլ լինել ֆիզիկապես։ Ամեն կիրակի գնալ պատարագի եւ լինել եկեղեցու կողքին, քանի որ դրանից կախված է մեր լինել, չլինելը։ Վերջապես պետք է հասկանան մարդիկ, որ այստեղ շատ կարևոր հիմա միգուցե մի քանիսը ասեն, այլի ինչ որ sense բաներ անեն, հա, բայց ուզում եմ կոչ անեմ հետ գնաք իմ Facebook-յան էջի, այսպես եւ տեսնեք ինչեր եմ ես գրառել 18-19 թվականին, ինչեր եմ ասել, որ ինչա լինելու Եվ դա ոչ թե գուշակություն էր, կանխագուշակություն էր, այլ ուղղակի հասկանում էի ինչա կատարվում, հա։ Եվ այդ իսկ պատճառով հասկանում էի, որ պետքա կոչ անեմ եւ ոնց էին ինձ դրա համար քարկոծում, բայց այսօր այդ ամեն ինչը եղավ մի բան էլ ավել։ Այդ իսկ պատճառով հիմա կոչ եմ անում, հիմա գոնե լսեք, քանի որ չեմ սխալվում, հավատացեք, եթե այսօր չլինեք եկեղեցու կողքը, դուք վաղը չեք լինի։ Ես մի հարցազրույց տեսա, որտեղ դու ասում էիր, որ մեզ տանում են դեպի մահմեդականություն, այսինքն քրիստոնեության ընդհանրապես քրիստոնեության վերացում, այս իշխանությունները մեզ տանում են դեպի մահմեդականություն։ Ես զարմացա ճիշտն ասած, այդ մտավախությունը իսկապես ունես, իսկապես է միանշանակ, հենց այդտեղ էլ գնում է դա։ Թող չթվաց ես դա սա ֆանտազիա։ Հենց այդտեղ էլ գնում է դա։ Եթե ասվում է, որ 70%-ը Հայաստանի հայեր չեն լինելու այլևս, ասվում է, չէ։ Իսկ ովքեր են լինելու, ինչ եք կարծում։ Հարևան երկրի։ Այո։ Եվ դա ինչ է նշանակում, որ մենք պետք է լինենք մահմեդական երկիր, չէ։ Պարզ չի պատասխանը, ինչ կա երկար մտելու։ Սահուն կարող ենք այնպես սահուն անցնել։ Չէ, մի օր առավոտը կզարթեն, կորոշեն, որ այսօր հետ այդպես է։ Ոնց որ ինքը ասում է, մի օր Տրթատը առավոտ զարթնեց, որոշեց, որ մենք քրիստոնյա ենք։ Դա նշանակում է, որ մի օր էլ ինքը կարա առավոտ զարթնի ու ասի, որ մենք այսուհետ մահմեդական ենք, այսպես։ Եվ սկսվում են կոտորումներ, ռեպրեսիաներ, բոլոր են նրանց ովքեր են ուզում են արդեն կսկսեն շատ ծանր, շատ ավելի ակտիվ, հա։ Եվ մարդիկ վախից կսկսեն, ոնց քուրդերը դարձան մահմեդական, ապրելով Թուրքիայում, չլինելով մահմեդական, ոնց դարձան մահմեդական։ Վախենում են իրանք չլինելով մահմեդական, վախենում են ասել, որ իրանք մահմեդական չեն, որովհետև հասկանում են, որ խնդիր կունենան դրա հետ։ Այսպես, այդ նույն բանը ոչ մեկ չի ասել, որ մենք դրանից ինչ-որ պաշտպանված ենք եւ ապահովագրված ենք, ոչ մեկ չի ասել։ Եվ այսօրվա քայլերը այնքան քեզ թվում է անհավանական, բայց ես նայում եմ այս տարիների ընթացքում այնքան բաներ մեզ թվում անհավանական էր, բայց դարձավ իրականություն։ Բայց մենք այսօր այդ իրականության ներկա ենք, վկա ենք այդ իրականության։ Այո։ Դրա համար երբ դու ասացիր այդ խոսքերը, ես հասկացա, որ իսկ ինչու ոչ, ինչի կարող է եւ ճիշտ մտավախությունը։ Հենց այդտեղ է տարվում հիմա։ Ուղղակի պետք է սա հասկանանք եւ այսօր պետք է լինենք կայուն, կուռ եւ ուժեղ։ Բայց առիթը այնպես է, կարծես թե իբր թե ես ասում եմ հանրության համար, որ հիմա այդպիսի խոսույթ կա, որ իբր թե բարենորոգվում է եկեղեցին։ Իբր թե ուզում են մաքրեն բարենորոգեն եկեղեցին։ Գիտեք, բարենորոգումը չի լինում հայ հոյանքներով, դռներ կոտրելով։ Ու ինձ թվում է դրսից չի լինում թերևս, էլի պետք է եկեղեցին ներսում լինի։ Ուժայինների հոծ բազմության ներկայությամբ բարենորոգումները առհասարակ բարի են լինում։
Բառը ինքնին ասում է, բարենորոգում, այո։ ոնց է, բարենորոգումը բարի է լինում եւ ոչ թե չար։ Այդ իսկ պատճառով թող չխոսեն այն ինչ որ չեն անում։ Ինչի մասին են խոսում։ 7 տարի է խոսում են այն ինչ որ չեն անում, ինչի մասին են խոսում, ինչից ենք հիմա բողոքում։ Դա հասկանալի է, որ դա բարենորոգումներ չեն բոլորովին եւ ուղղակի սա այսպես արտաքին ծածկույթն է նրա, ինչ տեղի է ունենում։ Դու մի առիթով այսպեսի մի խոսք ես ասել, որ չգերագնահատենք մեզ, այսօր մենք վատ իրականության մեջ ենք, որպեսզի լավանա, մենք պետք է սովորենք։ Հետաքրքիր էր միտքդ, ես կուզենայի հիմա շարունակեիր, ինչ ավելի շատ նկատ չգերագնահատենք մենք ինքներս մեզ, որովհետև դες պատերազմից հետո մի տեսակ այսպես կորացել ենք, հա, ներքուստ կորացել ենք ու մեր ողնաշարը ամրացնելու կարիք ունենք։ Ասելով պետք է սովորենք, եսի նկատի չունեի, ոչ մի պարագայում չմտածեք, որ եսի նկատի ունեմ նորաձև կրթվելու մասին։ Դա նույն բանը չէ։ Սովորել մեր սխալների վրա, սովորել մեր անցած մեր պատմության վրա եւ մոտակա նորագույնս պատմության վրա։ Ես զարմանում եմ, որ նորագույն պատմություն։ Այո, ես զարմանում եմ, որ կան դեռ մարդիկ, որոնք 7 տարի խապված լինելուց հետո դեռ հավատում են։ Այն նրան, ով իրենց խապել է 7 տարի։ Ես անընդհատ ասում եմ, կարող եք 7 տարվա մեջ մի հատ օրինակ բերել, որ ասվել է եւ ճիշտ է եղել։ Մի հատ բառ, մի հատ տեսակետ, մի հատ։ Եվ կարողանում են։ Չէ, ոչ մեկ չի կարողանում։ Ու մեկը շարունակում են հավատալ։ Հասկանում եք, դրա վրա եմ զարմանում։ Հավատացեք Աստծուն, խնդրում եմ։ Մի հավատացեք սատանային, որը ձեզ անդադ ստում է, հավատացեք Աստծուն։ Նոր, ես իմ հյուրերի միշտ վերջում հարցնում եմ այս հարցը, այսպես ավանդաբար, այսօր հիշողության հարցը շատ կարևոր է դարձել, եւ հետաքրքիր է թե ըստ քեզ մարդը ինչով է տարբերվում անասունից։ Մի քանի հատկանիշ կարող ես թվարկել։ Եթե դրական իմաստով, ապա ստեղծագործելու ունակությունով տարբերվում է անասունից։ Չնայած երբեմն անասունն էլ է ստեղծագործում։ Թռչուններ կան, որ այնպիսի բներ են ստեղծագործում կամ սարդերը այնպիսի գործվածքներ են անում, որ ստեղծագործություն է դա, բայց հիմնականում ստեղծագործելով։ Իսկ ինչ վերաբերվում է բացասական իմաստով, ապա անշնորհակալությամբ։ Մարդը անշնորհակալ է, կենդանին շնորհակալ է։ Կենդանին երբեք չի վերացնում այն, ինչից օգտվում է, մարդը միշտ վերացնում է այն, ինչից օգտվում է։ Մարդը վերացնում է բնությունը, չէ՞։ Բայց վերացնելով բնությունը, հետաքրքիր բան ասեցի, չէի մտածել։ Հա, վերացնելով բնությունը դու վերացնելու ես քեզ առաջնահերթ, բայց մեկը վերացնում է, մեկը վնասում է բնությանը։ Մարդը վերացնում է էկոսիստեմաները, կենդանական էկոսիստեմաները, բայց դա բերելու է ի վերջո իր վերջին, բայց դա առանց գիտակցելու։ Մարդը անշնորհակալ է։ Կենդանին միշտ շնորհակալ է։ Ամենավատ հատկանիշներից մեկը երևի անշնորհակալ լինելը։ Այո։ Դե համար այդ առումով եղեք կենդանի։ Լավ է շատ։ Եթերում անուշադրության կենտրոններ, այսօր իմ հյուրը նկարիչ քանդակագործ Արման Նուրն էր, կհանդիպենք հաջորդ կիրակի, հետևեք 24 News-ին։